Հիմա հարցը այսպես ձևակերպել։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, պաշտոնավարումը կասեցվել է, արգելվել է բացակայել երկրից։ Պաշտոնյան մեղադրվում է դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար։ Նա հերքում է, թե հանցանք է կատարել։ Facebook-յան իր էջում գրել է. խնդիրը 2023 թվականին Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթած Impex ընկերության հետ է, որի պայմանագիրը քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է։ Ըստ պաշտոնյայի, մրցույթով նախատեսված բանկային երաշխիքը վերջիններս չեն ներկայացրել, ինչն ասում են օրենքի պահանջ է։ Բանկային երաշխիքը, որի մասին խոսում է Վազգեն Հարությունյանը, մի փաստաթուղթ է, որով բանկը երաշխավորում է պետական գնումներին մասնակցող ընկերության պարտավորությունների կատարումը։ Գնման հայտը ներկայացնելուց մոտ 1 շաբաթ անց ես ստացել եմ Impex ՍՊ-ի բողոքի հիման վրա հայցի ապահովում կիրառելու դատական ակտը, որով արգելվում է քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել, մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը։ Ընդ որում, հենց նույն դատական ակտում է նշված, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը։ Ըստ էության ինձ մեղադրում են գնման հայտը ներկայացնելուց մի քանի օր անց ստացած դատական ակտը չկատարելու համար։ Այսինքն ստացվում է, ես մինչև դատական ակտը ստանալը պետք է իմանայի նման ակտի մասին եւ չնախաձեռնեի։ Impex ընկերության հիմնադիր Միքայել Շախնազարյանը համաձայն չէ, հարցնում է, ինչպես է քաղաքապետարանը դատական ակտն ավելի ուշ ստացել, եթե դա ավելի վաղ է կայացվել։ Դա շատ ավելի շուտ է եղել, քան երկրորդ մրցույթի հայտարարելը։ Դա եղել է երևի տենց հունիս ամիսներին 23 թվականի, որ մրցույթ հայտարարելուց հետո տայինք դատի, ոնց պետքա դատարանը այդ ժամանակ հայցի ապահովում կիրառեր ու արգելեր նմանատիպ մրցույթ հայտարարելը։ Ազատության հետ զրույցում պնդեց, իրենք դատի են տվել ոչ թե կոնկրետ Վազգեն Հարությունյանին, այլ քաղաքապետարանին։ Բանկային երաշխիք ներկայացնելուն Շախնազարյանն ասում է դեմ չեն, բայց ոչ 10 տարվա կտրվածքով։ Իր ընկերությունը ստեղծվել է 8 տարի առաջ։ Մեզնից պահանջել են 10 տարվա բանկային երաշխիք, որը տենց տարօրինակ էքսկլյուզիվ պահանջ է եղել։ Այսինքն մինչև 2023 թվականը, այսինքն մինչև մեր հաղթել է տենդերը ու դրանից հետո ոչ մի մասնակցից նույն ապրանքի համար 10 տարվա բանկային երաշխիք երբևէ չի պահանջվել։ Ինչ պետք է անեինք, պետք է մեր շահերը պաշտպանեինք։ Այս պնդումներն էլ տրանսպորտի վարչության պետը չի ընդունում։ Ասում է, քանի որ Impex-ը հրաժարվել է կատարել մրցույթի պահանջը, քաղաքապետարանը չէր կարող սպասել նրանց։ Ուստի նոր մրցույթ են հայտարարել, որ Երևանում հնարավորինս շուտ տեղադրվեն ճանապարհային նշանները։ Impex-ի պայմանագիրը դատարանով որ բողոքարկվել է, խզվել է այն պատճառով, որ տեխնիկական բնութագրում նշված է եղել համապատասխան պահանջ, եւ պահանջը երբ որ ներկայացվել է որպեսի կատարի, տվյալ կազմակերպությունը չի կատարել, պայմանագիրը օրենքի ուժով խզվել է։ Impex ընկերությունը մասնակցել է պետական ու մասնավոր մի շարք մրցույթների։ Ընկերության տնօրենն Ազատությանն ասաց, մինչև 23 թվականը քաղաքապետարանի հայտարարած մի քանի մրցույթ են շահել ու բարեհաջող ավարտին հասցրել, բայց նաև հավելեց, մի քանի անգամ դատի են տվել քաղաքապետարանին։ 2023 թվականի հունիսից հետո, երբ որ մենք դիմել ենք դատարան, արդեն 8 թե 9 որոշում կա տարբերացյանների, մինչև վճռաբեկ, որոնք բոլորը վերաբերվում են ճանապարհային նշանների մրցույթներին մեր մասնակցած ու բոլորը շահել են Impex ՍՊ-ն։ Դա արդեն խոսում է ինչ-որ բանի մասին։ Մենք ենք դատի տվել որոշումները քաղաքապետարանի կողմից, թե սև ցուցակում մեզ ներառելու, թե գումարը չվճարելու կատարած աշխատանքի։ Վազգեն Հարությունյանը նաև գրել է ընկերության կողմից առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ ունի ու դրանք իրավապահներին է փոխանցել, բայց դեռ այս ուղղությամբ քայլեր չի տեսել։ Թող հրապարակեն այդ փաստացի հիմքերը հասկանանք։ Ինչու 2023-ից հետո Impex ընկերության ու քաղաքապետարանի ջրերը մի առվով չեն գնում։ Ընկերության հիմնադիրը գերադասեց չպատասխանել այս հարցին։ Տրանսպորտի վարչության պետն էլ համոզված է, ճանապարհների փոփոխությամբ պայմանավորված նշանների տեղադրումը չէին կարող ձգձգել։ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի վարչությունը իմ գլխավորությամբ գործել է բացառապես օրենքի շրջանակներում, բոլոր դրա հավաստող փաստաթղթերը արդեն իսկ տրամադրված են առաջիկայում կտեսնենք։ Հարությունյանը քաղաքապետարանի միակ պաշտոնյան չէ, որ մեղադրյալ է։ Վերջին 3 տարիներին քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ քրեական տարբեր գործերով են անցնում, մի մասն արդարացվել է, մի մասի գործով քննությունը դեռ շարունակվում է, դեռ դատարանում է նաև թաղապետերից մի քանիսի գործերը։